Հայր ջան, ընկերներ ջան, բարի երեկո։ Կուզեի մի հարցով ձեր հետ կիսվել։ Շատ հազվադեպ եմ ես հեռուստացույց նայում, ալիքները հիմնականում։ Եթե նայում եմ կամ YouTube կամ Netflix-ում ինչ-որ ֆիլմ, բայց ալիքները շատ հազվադեպ եմ նայում, հայկական կարելի ասել ոչ մի ալիք չեմ նայում։ Մեկ-մեկ նայում եմ Ռուսաստանի, ուրեմն Ռասիա 24-ով նորություններ, ուղղակի երկրում տեղի ունեցող պատերազմների ռուսական կողմի, ուրեմն մեկնաբանություններին ծանոթանալու համար, իսկ մնացածը ինտերնետով արդեն, որտեղ պետք է միակողմանի չնայես, ամենտեղ պետք է նայես։ Եվ այսօր միացրեցի, շատ հետաքրքիր հաղորդում էր, մի քանի անգամ նայել եմ այդ հաղորդումը, երևի ավելի հաճախ սկսեմ նայել, Նիկիտա Միխալկովի Բեսագոն TV հաղորդումներ։ Ինչն էր ուշագրավ, այն վերնագիրներ ունի, բոլոր հաղորդումները վերնագրեր ունեն։ Այսօրվա վերնագիրը Դաստոևսկի խոսքերով էր, եթե Աստված չկա, ամեն ինչ թույլատրելի է։ Հայաստանի մասին այնտեղ խոսք չկար, բայց այն ինչ որ խոսում էր այսօր Նիկիտա Միխալկովը, այն ինչ որ կատարվում է աշխարհում եւ նաեւ իմիջայլոց այսօրվա Ռուսաստանում ուղղակի կապ ունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի ունենում այսօր մեր երկրում։ Այսինքն քրիստոնեության, խաչի, Աստծո եւ այդ ամեն ինչի ուրեմն մերժումը, հեռացումը, մարդկության մեջից դրա հանումը, կարճ ասած, ների իշխանության, որոնք թաքնված այդ լիբերաստ կոչված, դեմոկրատ կոչված այդ պիղծ սատանայապաշտ սրիկաների, մարդասպանների, ուրեմն այդ ուժի ներքո թափանցում է աշխարհի բոլոր երկրները։ Եվ տարբեր տեղերում տարբեր ձևեր են դրանք դրսևորվում։ Օրինակ, ես զարմացա, որ Ռուսաստանում Նովգորոդ քաղաքում ուրեմն այսպես հուշարձանի պատվեր է եղել եւ Նովգորոդ քաղաքի բնակիչները քվեարկել են այդ հուշարձանի դիզայնի համար եւ այդ հուշարձանի վրա երկու հատ խաչ կա։ Դե Նովգորոդը հայտնի է քրիստոնեության ուրեմն այնտեղ տարածվածությամբ եւ այդ երկու խաչերը, որ հաստատվել է քաղաքի բնակչության մեծամասնության կողմից, վերջնական ուրեմն արդեն հաստատվելուց հետո, որ պատվերը գնացել է, որպեսզի սարքեն, ուղղակի խաչերը փոխարինվել են ինչ-որ կլոր բաներով։ Եվ խաչերը փաստորեն հուշարձանի վրայից հանվել են, բացատրությունը եղել է, որպեսզի չնեղացնեն այլ ազգի, այլ հավատքի եւ այլ հերթական այդ ուրեմն բառաչանքը, որ ինչպես այսօր այդպես կոչված սատանայապաշտ Եվրոպայում անդադ ուրեմն եղևնիներն են հեռացնում ժողովների ժամանակ պատերին կախված հինագույն ուրեմն դահլիճներում պատերին կախված crucified խաչված Հիսուսի ուրեմն այդ նշաններն են հեռացնում, որպեսզի այնտեղ ժողով ինչ որ տեղի ունենա, որպեսզի չվիրավորվեն, ուրեմն այդ ժողովի մասնակից որևէ այլ հավատքի ուրեմն ներկայացուցիչներ։ Ես հավատացած եմ, եթե գնաց այդ որևէ այլ հավատքի երկրները, կլինի դա մուսուլմանական, թե բուդդայական, թե որևէ այլ հավատքի, այնտեղ հաստատ իրենց սիմվոլները չեն հեռացնելու, հաստատ ուրեմն կիսալուսինները չեն հանելու, հաստատ քանդակները պատերի վրայից կտորի չեն ծածկելու, որտեղ պատկերված է իրենց, չգիտեմ, Կորանը կլինի, իրենց ուրեմն պրոֆետները կլինեն, թե ասենք Բուդդայի քանդակը կլինի, թե ինչ ուզում է լինի։ Հաստատ չեն հեռացնելու 100%։ Չգիտես ինչի դա այդ տոլերանտությունը, այդ հանուրժողականությունը միայն պարտադրվում է մեզ քրիստոնյաներիս, որը իհարկե պարզ է, որ մտածված, գիտակցված, ուրեմն քարոզարշավ է քրիստոնեության դեմ։ Նույնիսկ պետական, ռուսական կայքի էլեկտրոնային դիզայնը պետական ուրեմն իրենց գերբի վրա, տեսել եք այն փոքրիկ քաչերը որ կա, Նիկիտա Միխալկովը
նկատել է եւ այդ բողոքն հայտնել ժամանակին, որ այդ կայքում, պետական կայքում, ռուսական պետական պաշտոնական կայքում գերբի վրայից այդ փոքրիկ խաչիկները վերացել են։ Եվ Շապիրո էր կարծեմ, Շապիրո թե ինչ ազգանունը, այդ դիզայներներին երբ որ դիմել են, ասել են, որ չհասկացանք, ինչի է այդ խաչիկ, չհասկացա, ոնց կարաս դու պետական գերբը ձևափոխես ու հենց այդ խաչերը, այդ փոքրիկ խաչերը, նրանք սկսեն բացատրել, որ ինչ-որ պիքսելների հարց է, որ դրանք ուրեմն էլեկտրոնային սարքելու համար այնտեղ դժվարություններ կա եւ այլն, եւ այդ ինչ-որ ապուշ հիմար պատճառաբանությամբ Ռուսաստանի պետական, պաշտոնական, ուրեմն կառավարության կայքի գերբի վրայից խաչերը հեռացրել են։ Պատկերացնում եք։ Եվ խորհուրդ եմ տալիս անպայման այսօրվա ովքեր որ ունեն այդ հնարավորությունը, այդ Բեսագոն TV-ն, որը վերնագրված է, եթե Աստված չկա, ամեն ինչ թույլատրելի է, դիտեք եւ բավականին շատ բացատրություններ կգտնեք, ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Այս քարոզարշավը մեր եկեղեցու դեմ մենակ Հայաստանում չի։ Ընդհանուր քարոզարշավ է սկսած քրիստոնեության դեմ եւ այդ եկեղեցին մաքրած զարթենք, չգիտեմ ինչ անենք, այդ ուրեմն ուխտի բառաչանքները եւ այլն որ հայտարարում են այսպես, դրա ամբողջ նպատակը մեզ հեռացնել Աստծուց, մեր հավատքից եւ քրիստոնեությունը վերացնել, դա կոնկրետ ծրագրավորված համաշխարհային արշավ է եւ այս սատանիստներն էլ իհարկե իրենց հոգիները վաճառելով սատանային, Ների Գալիսյան մասին եթե կարդացել եք հասկանալի կլինի ձեր համար, լծված են այդ ուրեմն սատանայական ծրագրի իրագործմանը նաև Հայաստանում, ինչու Հայաստանում հատկապես, ինչի Հայաստանում նման լկտիաբար, նման սրիկա, անպատասխանատու, հաբրգած ձևով են այդ ամեն ինչը անում, որտեղ նրանց պարտադրում են իրենց շեֆերը, նրանք պարտավորություններ են վերցրել եւ իհարկե նաև այդտեղ ինչպես երեք ես արտահայտվեցի իմ ստատուսներից մեկում, դա արդեն իմ կասկածանքն է, ես տնտեսագետ չեմ, բայց տնտեսագիտական ուսումնասիրությունները կարդում եմ, ուսումնասիրում եմ, հետաքրվում եմ մասնագետների, պարզվում է, որ 14 միլիարդ արդեն հասած եւ ավելացած ուրեմն արտաքին պարտքը դրա միայն տոկոսները վճարելու համար էս տուժ, տուգանք, էս մենթերը, որ փողոցներում լեզուները տուզիկի նման դուրս գցած ամեն մի ստից պատրվագով տուգանում են եւ այլն, այս ամեն ինչը հավաքելով հանդերձ այդ հարկային այս անընդունելի զազրելի սիստեմը, որի միջայլոց նախկին իշխանությունը կարեց այդ կոստյումը, հագցրեց սրանց, որը հնարավորություն չի տալիս նորմալ, իրապես հարկերը մուծելով եւ այդ ամեն ինչը անելով գումար վաստակել, նույնիսկ այս դժվարին պայմանում այդքան հարկերով, տուգանքներով, բառից բուն իմաստով մեր ժողովրդին տուգանքի մածերած սարքելով ու ծուսկի մեջի ոսկորի մեջի ծուսկը քաշելով հանդերձ ինչքան որ նրանք գումարներ հավաքում են, միևնույն է դա հազիվ հերիքում է ուրեմն այդ արտաքին պարտքի տոկոսները վճարելուն։ Եվ ինչ է կատարում, ես անհագ, ստամոքսապաշտ սրիկա, ասում ամենավտանգավորը հարստացած աղքատն է, հոգով աղքատը մանավանդ, անկուշտ, անտակ ստամոքսներով այս հիվանդ, ուրեմն, այսպես կոչված բաները, նոր նաչալնիկները, հա, պարզա, որ իրենց ախոժակն էլ նրանք անկուշտի նման, չտեսի նման, Իմիջիալոց այդ հաղորդման մեջ նաև օրինակ է բերվում նույն տեսակի Զելենսկու կնոջ մասին, ինչա կատարվել, շատերս տեղյակ չենք այդ մասին, ուրեմն Զելենսկու այդ տիկին կոչվածը, Էրատոդվան, գնում է ուրեմն Եվրոպա, Կարտիե խանութը, այնտեղ մի սևամորթ կին, ինչ է անում, դե ընդունված է որպես VIP կլիենտ, պարզա մի այլ երկրի
ուրեմն նախագահի կինը եկել է, նա մոտենում է, առաջարկում է իր ուրեմն օգնությունը, սիրով որ ցույց կտա ամեն ինչ, դե ֆաշիստի կնիկ, հա, Հիտլերի պուպուլիկի կինը, հա, տենց ասենք, հա, իրան Հիտլերի պուպուլիկի տեղն ա դրել, Զելենսկու կինը ֆաշիստի կին, ինչ որ մի հատ նեգր եկել է իրան ուզում է բան ցույց տա։ Շատ կոպիտ ձևով կոպտում է այս սևամորտ աղջկան, վաճառողուն, ասում է, որ գնային կողմ մի խանգարի եւ այլն։ Ну, այս աղջիկը շատ բայրած կամ, դե VIP կլիենտ է եւ այլն, պրեզիդենտի կնիկ է все-таки, ասում է, որ ինքը իր սերվիսի տակ է, այսինքն ինքը կարա ինչ որ իրան պետք է հարցնի, ինքը ընդամենը սիրով կօգնի, եթե պետք է նոր կոլեկցիան, որը դեռ ցուցադրված չի, ներսից կբերի եւ այլն։ Սա արդեն հիստերիայի մեջ անգնում, դու ով ելար այ գունավոր կապիկի ձակ, որ իմ նման էրատոիս նման այս մեծագույնի հետ նույնիսկ մարդկային լեզվով փորձում ես խոսալ, ել ուր մնաց քո օգնությունը, ես այդքան ուրեմն ես Հիտլերի պուպուլիկի կինը լինելով, դու իմ հետ հերիք չի խոսում ես, դե մի բան էլ ասում ես օգնեմ, դու ով եղար, որ ինձ օգնես, այ կապիկի ճուտ ու հիստերիայի մեջ անգնում սկսում է գոռալ, ղժալ այս աղջկա վրա եւ այլն։ Հաջորդ օրը այս աղջկան, այս սևամորտ աղջկան ստիպված են լինում գործից ազատել, որովհետեւ այլ երկրի նախագահի կինը կոնկրետ բողոք է ներկայացնում, որ սա ով է, որ ինձ նեղացնի, ես ձեր խանութ մտնեմ։ Այս աղջիկն էլ իրեն որ տեսնում է հեռացնում են, դե վերջի վերջո կասիրն էլ է ինքը լինում, այդ չեկը, որով որ այդ ուրեմն էրատոդվան բան արել, առևտուր արել, իր հետ հանում է դուրս։ Չեկը բերել է եւ աշխարհում եք ցույց է տվել։ Ուրեմն այդ օրը էրատոդվան հնդեգից առևտուր արել $1,200,000 զարդեղեն։ Մի երկիր, որտեղ սև հացի հետևից երեխու ձեռքը բռնած գնացած տղամարդուն փողոցում բռնում են, երեխուն թողում փողոցում, տղամարդուն ծեծել ջարդելով գցում են գազելի մեջ, ուրեմն այդ իրենց զինվորական այդ հավաքագրողները եւ տանում են մսաղացի մեջ 1-2 շաբաթվա մեջ գլուխն ուտում, հետո մի բուր հող կամ մի կտոր մսի կտոր փաթաթած, այսպես ասած, դրոշակի մեջ բերում հանձնում են այդ նույն երեխային, որի աշկի առաջ ամբողջ կյանքում նրա մնալու է ոնց հորը տարան ու մի կտոր միս բերեցին, բերում գցում են այդ դրոշի մեջ այդ հորից մնացած, եթե բախտը բերել այդ մսի կտորը այդ երեխու դեմը եւ թշվառության ու այդ ցրտի հոսանք չլինելու այդ ամեն ինչի մեջ այս կինը արդեն միանակ մնացած պետք է այդ արդեն հոգեբանական տրավմա ստացած երեխուն մեծացնի, այդ երկրի ուրեմն այդ պատերազմի գլխավոր պատասխանատուն, որը դրթեց, կարելի ասեց Մոսկվա это, Ուկրաինա это НАТО и всё, ոնց որ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, դրթեց այդ պատերազմը, հաստատ իմանալով, որ այդ քայլը առաջացնելու է Ռուսաստանի կողմից ուրեմն նման դրսևորման, նա հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին մտնում է սենանում, ՆԱՏՕ-ի զորքերը պետք է գան եւ այլն, նույնը արեց այդ մեր ուրեմն Զելենսկին, հայտարարելով Ստեփանակերտի հրապարակում եւ դրթելով, այսինքն թույլատրություն տալով Ադրբեջանին ագրեսիա գործադրելու եւ այդ մարդու այդ տհասի այդ Հիտլերի պուպուլիկի երատոն գնում է Եվրոպա 1,200,000-ի, դա այդ մենակ այդ մի խանութ է, այդ մի չեկն են անել։ Առևտուրանում դուրս է գալիս։ Երեք տեսա հրապարակումներ, թե ականջողները եւ այլն մեր ուրեմն էրատոյի եւ այլն։ Ես չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, չեմ սիրում երբեք, կապ չունի ով է։ Բայց գիտեք ինչն է այդտեղ հետաքրքիր։ Այդ նույն անասունները, որ շատ են սիրում ուրիշի փողը հաշվել, որ իրենց կյանքի միակ նպատակը հարևանի, հորողբորտողու եւ այլի փողը հաշվելն է, փեսու,
չգիտեմ, աներոջ եւ այլի փողը հաշվել, նա իրանց ծակ գրպանը ձեռները տանում են ամորձիները ընկնում է ձեռները, չեն մտածում ոնց անեն, որ այդ ծակ գրպանը փակեն մեջն էլ մի քիչ գումար լցվի։ Իրանք ընդամենը հաշվում են ուրիշի փողերը։ Ու ամբողջ օրը գոռում են, թալանեցին, տարան, թալանեցին, կերան եւ այլն, չէ։ Հիմա այդ նույն ուրեմն սրիկաները Ուկրաինայում էլ լիքն են աշխարհում, ես ինչի եմ այս ամեն ինչը խոսում այսքան երկար։ Ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ տեղի ունենում Հայաստանը փորձադաշտն է, այստեղ փորձարկում են եւ աշխարհում դա տարածում է գտնում 100% համոզված եմ արդեն 100% այդպես է։ Ստեղ ամեն ինչը փորձարկվում է եւ արդեն աշխարհում գործածվում է։ Եվ ուրեմն Գազայի օրինակը, եւ Սիրիայի օրինակը, եւ մնացած ամեն ինչը ուրեմն դրա սկզբնաղբյուրը որտեղ որ այդ փորձարկումը արել են մեր երկիրն է։ Աշխարհի բանը Հայաստանում է, դրա համար այստեղ փորձում են, տանում են աշխարհում կիրառում են։ Այդ նույն մարդիկ ասում են, բա ինչ պիտի անի, բա մեր Զելենսկին այդքան չարչարվի, այդքան տանջվի, բա կինը մի հատ 1,200,000-անոց կլոր բան չարվի, քթին այդ ուխտերի, ցլերի, որ կախվում են, կախի ասենք, թե մի հատ ադամանտ չդնի ճակատին, կամ մի տես մի բան չան, բա արժանի է, բա ինչ է։ Հոյտի են նախքին, չգիտեմ ինչ էր, Կրավչուկ էր, ինչ էր, այնի չի, որ նրա պատկերացնում եք Ուկրաինայի նախկին պրեզիդենտներից մեկը, չեմ ասում, որ դրանք չեն արել։ Բոժե ուպասի, որ ասում են։ Չեմ ասում նախկինները ստեղ ընդեղ եւ այլն չեն չարաշահել իրենց պաշտոնը, այդ չի հարցը։ Բայց նրանց դեպքում 100,000-ի մասին խոսային, սաղի ուշքը կգնար, կղորայ, վայ, կյանքում մի րոպե չաշխատածը գոռում է, ինձ թալանեցին, կյանքում մի դրամ հարկ չմուծածն է գոռում, մեզ թալանել են, մեզ կերել են, կյանքում մի հատ զինվորական սապոկ չհակած Արցախի տեղը չիմացող Արցախում գնացինք, այդքան կռվեցինք, դրանք են տենց խոսում։ Հասկացեք, եթե մեկը խոսում է, ասում գնացինք այդքան Ղարաբաղցիքի համար կռվեցինք, ես կոմենք ուրեմն այդ մարդը կյանքում Ղարաբաղում չի եղել։ Չի եղել։ Նրա որդին ուրեմն բանակ չի գնացել։ Որտեւ եթե նրա որդին գնացած բանակում եղած լիներ եւ Արցախում մանավանդ ծառայած լիներ, հորը կասեր սուս մնայ անասուն։ Ես գնացել ծառայել եմ եւ դժգոհ, ես գոհ եմ։ Ես հպարտանում եմ դրանը, որ գնացել եմ երկիրս պահել եմ, այ ոչխար։ Իմ տեղը մի խոսա։ Դու սովետի վախտել չես ծառայել, Հայաստանում էլ չես ծառայել, ես գնացել եմ, հաստատ կասեր։ Արցախում ծառայած տղեն տենց կասեր։ Որտեւ ես հազարների հետ շփվել եմ, տղեկը տենց են մտածել։ Եթե գոռում է տենց բան, եթե խոսում է թալանը, եւ այդ նույն մարդիկ լրիվ նույն սիտուացիան, երբ որ վերաբերվում է այսօրվա ների սատանի ճտերին, ասում են հալալ լինի։ Եվ Ուկրաինայում կան, որ ասում են հալալ լինի մեր Զելենսկին, բա այդքան, բա ինչ, $1,200,000 ինչ փող է, որ նա չծախսի, ասենք մի հատ ականջոգի համար։ Հասկանում եք ինչ ուր ենք հասել, ինչի ենք հասել։ Սիրելի հայեր, իմ սիրելի ազգ, իմ արյունակից, ես հայեր հետ եմ խոսում, են մնացածը չի հետաքրքրում, չնայած մեր կյանքի դժբախտությունները նրանց ձեռքն է։ Ես այն օրը գրել էի, որ վիպինդրյոշը, գիտեք ինչ է, տղամարդիկ հասկանում են, ձևը, ձևիստությունը, ձևականությունը, որ մեր մեջից անենք, մի բուր հայ կմնանք։ Բոլորը ձևի մեջ են։ Ամեն ինչը ձևի մեջ, ամեն ինչը եսի շուրջն է պտտվում։ Մենք մեր մեջ, մի քանի անգամ ասել եմ, մենք մեր մեջ ենք Բաբելոնի աշտարակը կառուցում։ Եվ դրա համար ենք մենք պատժվում։ Մենք ասում ես, մենակ այդ խեղկատակը չի, որ երեք ասում եմ, մենակ եմ թողել, բանի, պատկերացնում եք, չէ, ինչ ասում, մի փոքր, մեր հավատքի քրիստոնեության հետ կապ ունեցող մարդը հասկանում է, ինչ սարսափելի բան ասում։
ինքը ասվածն է, որ Քրիստոսը մանավանդ ասում է Տեր Աստված ինչ ես ինձ մենակ թողել, ինքը ասում է կներես տղես Քրիստոս ջան, կներես քեզ մենակ եմ թողել։ Բա Աստվածի իջելա շլապեն դրելա զբաղված աստե ուխտա երթ անում։ Աստված զբաղված է կներես Քրիստոս ջան, քեզ մենակ էի թողել։ Բան է անում, հեղափոխություն է անում։ Ինքը Աստվածն է, էլի։ Քրիստոսին ասում է կներես քեզի մոմենտ մենա թե թողե խաչին աղբերս։ Ինչև է։ Նայեք այդ ծրագիրը այսօր հայր։ Բեսագոն TV-ն այսօրվա Միխալկովնա վերնագիրը եթե Աստված չկա, ամեն ինչ թույլատրելի է։ Շատ հետաքրքիր է։ Եվ շատ հարցերի պատասխան կստանաք, թե ինչ է կատարվում այսօր մեր մոտ։ Եվ արդեն, այն ինչ որ կատարվում է մեր մոտ, արդեն տեսան, որ անցնում է, չէ՞։ Լսեք ինչ է կատարվում, եվրոպացիները, ամերիկացիները, մնացած բոլորը աչքերը փակ են, հակարդերը փակ են, կապիկների նման բերանը փակ է, բացահայտ կրոնական իրավունքների խախտում, բացահայտ պետական, ուրեմն ռեսուրսի օգտագործմամբ սահմանադրության խախտում, կոպիտ, հանցանք կրոնական ազատության, հավատքի ազատության դեմ, բացահայտ հանցանք, ոչ միայն մեր համաշխարհային բոլոր օրենքներով, եւ լռություն, խաղաղություն, ոչ մի արձագանք։ Առաջ հիշում եք, մեկին միլիցեն մի հատ կամած կպներ, այսօր միլիցեքը օգտագործում են պետական մեր հարկերով, այն չեչոտ մեկը կա, այդ միլիցեքը վեստում են, գնում են, հանցանք գործելու, կոնկրետ հանցանք գործելու, գնում են եկեղեցու սպասավորին, եկեղեցի չեն թողում, իրենց խուժանին, կարգալուց սրիկային, մի հատ հաստագլուխ ոչխարի հետ, զորով մցնում են եկեղեցի, եկեղեցու օրինական սպասավորին չեն թողում, եւ առաջի անգամ, որ եկեղեցում face control են անցնում, Նիկոլական ես անցի, Նիկոլական չես, դավայ, փագա եկեղեցին, ջողել եք առաջի անգամ մեր պատմության մեջ տես բան է կատարվում, face control են անցնում, ածը, կայնած ստուգում են, նայում են դեմքին, ծանոթ է իրանց բանում ծեր ցուցակում կա, որ սա անդիման է, պատկերացրեք, ես գնամ, փորձեմ, այսօր մտնեմ, ասենք, այդ պատարակները, այդ ինչ պատարակներ, անունը պատարակ չի, պատրանքները այդ որ կատարում են, այդ կարգալուց սրիկան, այդ տիրադավ շները, իրանց տուզիկների հետ, գնամ, պատկերացրեք, ինձ թողեն ներս, հնարավոր չի, բայց որտեղ մնաց ազատություն, բան եւ այլն, մտնում են իրանց սատանայական ծեսերը անում, միլիցեքով, ԱԱՑ-ով, ՌՕ-ով եւ այլով, կոնկրետ հանցանք են գործում, կոնկրետ, եւ աշխարհը դա տեսնում է եւ թքած ունի։ Այսինքն ներկա աշխարհակարգը էլ չկա։ Մագ, բան եւ այլն, մարդու իրավունք, միջազգային հանրություն եւ թքած ունեն։ Դե մենք ինչ ենք սպասում, հետաքրքիր է։ Այ մենք ինչ ենք սպասում։ Դա ինձ հետաքրքիր, թե մենք ինչ ենք սպասում, ումից ինչ ենք սպասում։ Կուզեմ այդ հարցի պատասխանը տանք, ինչ ենք սպասում։ Վերևից շանթի հարվածի ենք սպասում, ինչ ենք սպասում։ Այդքանը շատ խոսացի, բայց ընկերներիս հետ կիսում եմ եւ խնդրում եմ։ Ընկերներ, այս հարթակը օգտագործենք քննարկումներ անելու համար։ Այս խոսալը ինքնահաստատվելու, ռեկլամվելու կամ բանի համար չի։ Ես խոսում եմ, որտեվ ինքս կարիք ունեմ քննարկման, մարդկանց, իմ հայ ընկերների հետ շփվելու, խոսելու ելքեր, միջոցներ եւ այլ գտնելու համար։ Մի հատ լայք եք դնում, մի հատ ցավը տանեմ ապրեսով, ինձ պետք չի ոչ այդ լայքը, ոչ այդ ապրեսը, ոչ ճիշտ ես ասում եւ այլն։ Ես կարոտ եմ քննարկման։ Միխելքը լավ է, բայց եթե պատկերացեք մենք բոլորովս նստենք, սկսենք քննարկել, խոսել, անպայման չի փողոց դուրս գանք, քայլենք եւ այլն այս պահին,
Բայց սենց գոնե այս հարթակը, որ տվել է մեզ այս հնարավոր, սրիկա հարթակը, որ քանդում է երկրները, եկեք օգտագործենք մեր ազգի, մեր պետության օգտին։ Եթե ես ինչ-որ հարց եմ բարձրացնում քննարկում այստեղ լայվ ռեժիմով, դա չեմ անում, որպեսզի տեսնեմ քանի հազար հատ կամ քանի 100 հատ լայք եղավ, քանի հոգի կիսվեցին եւ այլն։ Այս ինչի մասին ես խոսում եմ, դուք բոլորդ գիտեք։ Ես ձեզ ոչ մեկիդ ոչ մի նորություն չեմ ասում։ Ես հարցը բարձրացնում եմ, որպեսզի այս հարցը քննարկենք։ Տալիս է այս հարթակը, մի ալարեք, մի վախեցեք։ Մի վախեցեք, մի ալարեք, մի ալարեք, մի վախեցեք։ Խոսենք, մտքերը մեր իրար փոխանցենք։ Միգուցե այդ դիսկուսի, այդ երկխոսության մեջ առաջանան մտքեր, որպեսզի մենք կարողանանք փրկվել։ Աստված պահապան մեր եկեղեցին, Աստված պահապան վեհափար հորը, Աստված օգնական վեհափար հորը, այս իմ կարծիքը էս վերջին մի քանի ամսում 180 աշճան փոխվել է։ Ես տեսնում եմ այն վեհությունը նրա մեջ, այն համբերությունը, այն հանդուրժողականությունը, դա միայն հասու է Աստծու կողմից օծյալին։ Սխալներ գործել են, չեն գործել, արել են, չեն արել, դա իմ քննարկելունը չի։ Դա իր եւ Աստծու մեջ կնքած ուխտն է։ Ինքն էլ պատասխան կտա։ Բայց որպես այդ վեհությունը ես տեսա, այսքան իր համբերության մեջ, խոհեմության մեջ։ Եվ այո, իմ աչքերը բացեց, միգուցե շնորհակալ լինենք չարքին, որ շատերիս աչքերը բացեց։ Միգուցե շնորհակալ լինենք չարքին, որ այսօր ամեն կիրակի գնում ենք պատարագի։ Միգուցե Աստծու ուղիները անքննելի են։ Միգուցե այս չարքի գալը նրա համար է, որ մենք իրական լուսավոր ուղին տեսնենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք չարքը, որ մենք պետք է ծառայենք։ Ես այսօր գրել էի քահանաների մասին, ովքեր եկեղեցական կանոնները խախտում են, ովքեր զեղչում են, ովքեր վեհափարի անունը չեն տալիս, վախենում են իրենց թեմակալ չառաջնորդից, հոգին սատանուն վաճառած այդ ճղճի մարած տիրադավից։ Եթե դժողքույ այդ կացաների մեջ նրանց եռալու են այդ տիրադավ շները, ապա դուք, որ շահադիտական նպատակով, ձեր վախկոտության, կախվածության եւ այլի պատճառով ծառայել եք, դուք դժողքում այդ վառելափայտն եք լինելու, այրվելու եք, որպեսզի նրանց խաշեն այդ կացաների մեջ։ Այդքան ձեզ ավելի դաժան ճակատագիր է սպասում։ Դուք այրվելու եք, դուք այդ վառելափայտն եք լինելու, որով այդ կացան երազում են, որի մեջ երազնելու են այդ տիրադավ շներին։ Լավ հիշեք։ Ես նույնիսկ քահանաներ գիտեմ, որ շատ հարգել եմ, ճանաչում եմ ու նայում եմ խեղճացած իրանց տեր, ձեր տերը դարձել է տիրադավը, դուք հասկանում եք դա ինչ նշանակում։ Դուք քահանա կոչվելու իրավունք չունեք։ Այո, բոլորդ հերթով, կարգով, ուղիղ ճանապարհով գնալու եք կարգալուծությունից հետո դժոխք։ Այդքան բան։ Աստված օգնական մեր հայ ազգին, մեզ, մեր երկրին, մեր պետությանը, մեր եկեղեցուն այս դժվար պահին, մեր հավատացյալ քույրերին, եղբայրներին, իրական հավատացյալ, որոնք իրենց հոգիները չեն վաճառում, ոչ 30, ոչ 300, ոչ 300,000, ոչ 3 միլիարդ արծաթով, որտև գինը կապ չունի, մի անգամ է տարեցիր եւ վերջ, հետ ճանապարհ ցավոք սրտի չկա, եւ մզզալու եք եւ մխկտալու եք ուշ է լինելու։ Ես մի երգ եմ գրել մի քանի տարի առաջ, ասում է
Պիղատոսի հետնորդներ, Հուդայի բարեկամներ, ժամը եկավ, որ դատվեք, ձեր մեղքերը դուք քավեք։ Դժոխքի կրակի միջից կխնդրեք, որ դուրս թողնեն, բայց սատանան գժպտա ժամանակին մտածեիք, բա, այդքան բան, լավ մնացեք, անցավ մնացեք։